Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք իրավագետ, իրավական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանի հետ։ Խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջացվեց, այդ հարցով բանակցությունները ավարտվեցին, քանի որ Հայաստանը համաձայնեց փոխադարձության սկզբունքով այն վերջին երկու կետին, երրորդ ուժերի չտեղակայում սահմանին եւ փոխադարձ միջազգային իրավական հայցերից հրաժարում միմյանց դեմ։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջպետական միջազգային հայցերից։ Սա իր մեջ ռիսկեր չի պարունակում, ըստ քանի որ նույն տարբեր իրավաբաններ, իրավապաշտպաններ եւ այլն խոսում են, որ սա շատ վտանգավոր է, քանի որ կարող է Հայաստանին վերածել այսպես ասած ոչ կենսունակ պետության։ Այստեղ դուք ռիսկեր, խնդիրներ չեք տեսնում հենց Հայաստանի որպես սուբյեկտի իր քաղաքացիների համար իր առանցքային պարտականությունը, պաշտպանությունը իրականացնող պետություն, որը հրաժարվի այդ հայցերից, հա, մեզ համար սա ապագայում խնդիրներ չի ստեղծելու։ Տեսեք, խնդիրը բավականին բազմաշերտ է։ Նախ, այդ դրույթը ինքնին բավականին ընդհանրական է ձևակերպված եւ թե ինչպիսի կոնկրետ բովանդակություն կստանա, մի քանի ուրեմն այսպես նախապայմաններից է դա կախված։ Առաջինը նախ այդ ընդհանրապես այդ համաձայնագրի ստորագրումն է։ Եկեք ընդունենք, որ քանի դեռ երկու պետությունների ստորագրությունները այդ փաստաթղթի վրա չկան, քանի դեռ ներպետական սահմանադրական ընթացակարգերով վավերացման գործընթացը չի ավարտվել, մենք գործ ունենք ընդհանրապես աշխատանքային մի փաստաթղթի հետ, այսինքն մենք պետք է հարցին նայենք ամբողջության մեջ։ Ի վերջո, ինչի ենք մենք ուզում հասնել, ինչ է ուզում Ադրբեջանը, որքանով ենք մենք ըստ էության այս գործողություններով նպաստում, թե խանգարում Ադրբեջանին Հայաստանի հանդեպ վերջնական, այսպես, հաղթանակի հասնելու գործում, եւ այդ համատեքստումը միայն պետք դիտարկել ամբողջ փաստաթուղթը եւ վերջինիս դրույթները։ Այսինքն ակնհայտ է, որ եթե Ադրբեջանի համար սա լիներ շահավետ պայմանագիր, վաղուց իրենք ստորագրած կլինեին։ Այսինքն Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ այս պայմանագիրը իր երազանքի փաստաթուղթը չէ։ Ուրեմն այդքանով, որքանով իր համար դա երազանքի փաստաթուղթ չէ, ուրեմն այդքանով նաև դա ցույց է տալիս, որ մենք ինչ որ մարտավարական, ես ամենևին չեմ ուզում գերագնահատել այդ պայմանագրի նշանակությունը, հատկապես ներկայիս այսպես խառնակ աշխարհում, բայց բոլոր դեպքերում մարտավարական առումով, ուրեմն սա մեզ որոշակի մեզ համար կարելի է որոշակի հաջողություն համարել։ Բայց ինչ վերաբերում է կոնկրետ այդ դրույթը, ենթադրենք ստորագրվում է, հա, այս դրույթը իրականում կրկին Ադրբեջանի կողմից կարծես, այսպես ասենք, ուժի ֆետիշացման դրսևորում է, քանի որ իրենք պարզապես ցանկանում են Հայաստանից կորզել նման մի պայմանավորվածություն կամ պարտավորություն, բայց երբ որ խորությամբ ես նայում այդ իբրև թե Հայաստանի կողմից տանձվելիք պարտավորություն, մենք տեսնում ես բազմաթիվ խութեր Ադրբեջանի համար եւ մեզ համար բազմաթիվ փրկողակներ։ Նախ սկսենք նրանից, որ այդ հայցերը իրենց բնույթով լինում են միջպետական կամ մասնավոր անձանց կողմից հարուցված, հա, այսինքն օրինակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարող են լինել միջպետական գանգատներ, բայց կան տասնյակ ուրեմն հայցեր, որոնք հարուցվել են կոնկրետ զոհերի կողմից կամ զոհերի իրավաճորձների կողմից ընդդեմ Ադրբեջանի։ Օրինակ, այդ դրույթը որևէ կերպ չի տարածվում այդ հայցերի վրա։ Հայաստանի Հանրապետությունը չունի իրավասություն ստիպել կամ որևէ կերպ հակել, հարկադրել այդ սուբյեկտներին կամ որևէ կերպ իրավաբանորեն միջամտել այդ process-ին եւ վերջինս ուրեմն դադարեցնել։ Այսինքն այս հայցերը արդեն դուրս եկան մեջից։ Այսինքն, որոնք որ մասնավոր անձանց, ընդ որում պետք է ասեմ, որ գերազանցապես այդ հայցերը մենց մասնավոր անձանց կողմից են հարուցվել։ Այսինքն, այստեղ Ադրբեջանը որևէ խնդիր չի կարող լուծել։ Երկրորդը, կոնկրետ ՄԱԿ-ի միջազգային դատարանի մասով ասեմ։ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնները ըստ էության չեն կարգավորում պետության կողմից իր գանգատը կամ հայցը հետ վերցնելու հարցը։ Այսինքն դա ըստ էության ուղղակի կարգավորում որպես այդպեսին չունի։ Այսինքն դա նշանակում է, որ մեծ հաշվով կանխատեսելի չէ ՄԱԿ-ի միջազգային դատարանի
ուրեմն վարքագիծը, երբ ենթադրենք Հայաստանի Հանրապետությունից նման ուրեմն խնդրանք կամ դիմում լինի, այսինքն այդտեղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կարծես գործելու է այսպես ասենք իրավական որոշակի վակուումի պայմաններում, դա նաև որոշակիորեն բացատրելի է, որովհետև մեծ հաշվով դա ՄԱԿ-ի միջազգային դատարանում միջազգային իրավական կարևորագույն հարցեր են լուծվում, որտեղ որ այսպես ասենք ընկալելի չի կարող լինել հայցից հրաժարվելը որպես այդպեսին, այսինքն դրա կա որոշակի ընդհանրական ձևակերպում առ այն, որ ընթացակարգային որոշակի խնդիրների շուրջ դիրքորոշման փոփոխությունը պետության կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից ընդունվել, եթե արկա են, ասենք, փաստական հանգամանքների էական փոփոխություն, բայց դա շատ ընդհանրական ձևակերպում է եւ կրկին այս հարցը ուղակի ընթացակարգային կարգավորում չի ստացել։ Ու դա նշանակում է, որ կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանը շարունակել գործի քննությունը եւ դա իմիջիալոց ընդունված պրակտիկա է բարձր դատարաններում, որ անգամ ինչ որ X պահից սկսած դատավարական արդեն ըստ էության քննության փուլում ըստ էության քննության փուլում կողմը չի կարող ներազդել process-ի վրա եւ հայցից հրաժարվել։ Այսինքն այստեղ էլ մենք այնպես չի, որ անգամ եթե Հայաստանը դիմի, օրինակ ՄԱԿ-ի միջազգային դատարանը պարտավոր է այդ այսպես ասենք բան անել, համապատասխան որոշում կայացնել։ Այստեղ կարող է ընդունելի լինել եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ քաղաքական տեսանկյունից գուցե դա լինի նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի համար ընկալելի, եթե օրինակ դա լինի հաշտության համաձայն, որտեղ հայցից հրաժարվել, այլ դա լինի օրինակի համար հենց խաղաղության պայմանագրի ուժով կողմերի, ասենք, քաղաքական որոշակի հայտարարության ընդունում, որի հիման վրա, ասենք, հստակ նշվի, որ կողմերը երկուստեք դրսևորելու բարեկամքի դրսևորում կնքում են հաշտություն եւ ընդ որում այստեղ շատ կարեւոր է շեշտել, որ խոսքը ոչ թե ըստ էության սեփական պահանջի սնանկության մասին ըստ էության, այսպես փաստի ընդունումն է, այսինքն որ ասում եք, ասենք հայցը անհիմն է, այլ հստակ շեշտադրել այն հանգամանքը, որ հայցերից հրաժարումը կապված է խաղաղության պայմանագրի հետ, ոչ թե նրա հետ, որ ինչը որ Ադրբեջանը փորձելու է շահարկել, որ մենք ինքներս ուրեմն չենք հավատում մեր հայցերին, այսինքն այստեղ խնդիրը հենց դրանում է, որ հաշտության համաձայնությունը կարող է լինել ինչ որտեղ քաղաքական, այսպես դեկլարացիա եւ դա ինչ որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման բովանդակության վրա ազդեի, բայց էլի այդտեղ էլ մենք չենք կարող վստահել։ Այսինքն կարող է որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը հաշվի առնելով որ խոսքը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիային է վերաբերում, այսինքն հստակ հումանիտար փաստացի միջազգային հանցակազմի անգամ հանգեցնող իրադարձություն է քննվում, վարքագիծ է պետության քննվում, կարող է եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանը գործի քննությունը շարունակել հատկապես որ մենք էլ մեր կողմից բոլոր ապացույցները ներկայացին ըստ էության кейսը որպես այդպեսին փաստահավաք մասը ավարտված է, այսինքն այստեղ արդեն ՄԱԿ-ի միջազգային դատարանը լրացուցիչ փաստերի հետ ստանալու հետ ինչ որ խնդիր չունի այդտեղ ամեն ինչ իրեն կոմունիկացված է եւ այդտեղ իհարկե շատ կարեւոր մի հանգամանք էլ կա որ մեզ համար իհարկե առաջացնում է որոշակի խնդիրներ եւ դրանով է նաեւ երևի թե պայմանավորված որ մենք էլ Ադրբեջանից կարծես հրապարակային հայտարարություն կորզելու խնդիր ունենք հաշվի առնելով ցավոք սրտի նաեւ Բաքվի դատարանում, թեպետ այդտեղ էլ իհարկե մեծ վերապահումներ կան, պարզ է, որ այ խոշտանգումների անմարդկային վերաբերմունքի արդյունքում կորձված ցուցմունքներ են, բայց այս մեր խառնակ իրավիճակում միջազգային այս ցուցմունքները կարող են, ասենք, այդ արբիտրաժային դատարանում Ադրբեջանի հարուցած հայցի որոշակի այսպես հաջող ընթացք ապահովել գուցե հաշվի առնելով որ կարծես թե այս ուրեմն միջազգային իրավակարգի խարխուլ վիճակում ամեն ինչ գնվում է եւ ամեն ինչ վաճառվում է այսինքն եկեք անկեղծ լինենք որ մեր պատանդների Ադրբեջանի կողմից պահելը եւ այս շինծու դատավարությունը նպատակ է հետապնդում Հայաստանի դեմ այդ գույքային հայցերի ուրեմն
ներկայացումը եւ բարեվերջող ընթացքը ապահովելը։ Այսինքն, այստեղ նաեւ որոշակի խնդիրներ ունի Հայաստանի Հանրապետությունը, այսինքն ցավոք սրտի մեր այսպես ռազմավարական դաշնակցի ակտիվ միջամտությամբ մենք փաստորեն չկարողացանք անուշ գտնվեցինք եւ չկարողացանք ապահովել այդ անձանց անվտանգությունը եւ իրականում չէինք էլ կարող, որովհետեւ Արցախում փաստացի ռազմական ներկայությունն է Ռուսաստանը, բայց ստացվեց այնպես, որ այդ մարդիկ այսօր այն դամոկլյան սուրն են, որ կախված է Հայաստանի գլխին այդ շինծու ամբաստանությունները Հայաստանի դեմ ստանալու առումով եւ այդտեղ մենք ինչ որ այսպես բավականին երկակի վիճակում ենք հայտնվում, այսինքն էսա իրավիճակը, բայց ասեմ, որ ի տարբերություն արբիտրաժային քննության, որտեղ որ Ադրբեջանի կամահայտնությունը լրիվ բավարար է եւ անգամ պարտադիր է, որպեսզի գործը ավարտվի, այսինքն կարճվի, ասեմ, որ այդ առումով Հայաստանը համեմատաբար կարծես ավելի շահեկան վիճակում է հայտնվում, որովհետև կրկնեմ, չկա որևէ հստակ կանոնակարգում ՄԱԿ-ի միջազգային դատարանում ընթացող քննության մասով, ավելին ասեմ, նույնիսկ Հռոմի ստատուտի շրջանակներում միջազգային քրեական վարույթի նախաձեռնումը կարող է տեղի ունենալ մասնավոր անձանց հաղորդման հիման վրա։ Այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ այդ համատեքստում ինչպես ժամանակին օրինակի համար շատ այսպես հետարքիր թեզ էր առաջ քաշվում դերևս Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, որ օրինակ ցեղասպանությունը միջազգային պետական օրակարգ չբերել ամենևին չի նշանակում, որ պետությունը այլ լծակներով չի կարող ստանալ անհրաժեշտ ճանաչում, այ վերջո լոբիստական ջանքերի ամբողջ էությունը կայանում է նաև նրանց ոչ հրապարակային բնույթի մեջ։ Այ այդ նույն հաջողությամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է առնվազն չարգելակել, որպեսզի այլ եղանակներով շարունակվի Ադրբեջանի պատասխանատվության հետապնդումը, պատասխանատվությանը հետամուտ լինելը։ Հետևաբար ամեն ինչ չէ, որ վատ է, ես կրկնեմ, այստեղ խնդիրը այլ բանի մեջ է, որքանով ընդհանրապես Ադրբեջանին այս ամբողջ խոսակցությունը հետաքրքիր, որքանով ուղղակի Ադրբեջանը չի որսալու պա Հայաստանի վրա ուղղակի արձակվելու եւ ընդհանրապես հարցը այդպես փակելու համար, այսինքն սա է գերխնդիրը, իսկ թե բուն տեքստը հատկապես այս կնճռոտ հարցերի լուծումը, ես կարծում եմ, որ եթե իրավական, այսինքն խաղի կանոնները, այսինքն գործեն, այնպես չէ, որ մեզ համար դա այսպես վերջնական, ասենք, պարտություն է։ Դե հարցը ուրիշ բանի մեջ է։ Արդյոք Ալիևին թույլ է տրվելու է հարձակվել Հայաստանի վրա եւ հենց էս է խնդիրը եւ այն մարդիկ, ովքեր որ քննադատում են խաղաղության համաձայնագիրը որպես այդպիսին, ցավոք սրտի ոչ բոլորն են գիտակցում այս փաստը կամ գիտակցողները եւ դա շարունակողները իհարկե այլ, ինչպես ասում են, հոդվածով պետք է դատվեն, հա, կամ եթե անգամ չդատվեն, այլ ռակուրսով պետք է դա դիտարկել, այսինքն արդյոք ուրեմն հասկանալի չէ, որ այս խաղաղության process-ը ունի այսպես ասենք Ադրբեջանի հետ դիվանագիտական մենամարտում նրան անկյուն քշելու նպատակ, այսինքն արդյոք սա չէ գլխավոր խնդիրը, արդյոք սա չէ Ադրբեջանի իրական նկարտումները բացազատելու միջոցը, այդ թվում օրինակ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի տեղահանության լրացուցիչ ապացույց կարող է լինել Հայաստանի հետ խաղաղության չգնալը։ Այսինքն, եթե այսօր, ընդ որում դա լրացուցիչ նաև ասեմ ձեզ հարվածի տակ է դնելու նաև Թուրքիան, որտեղ հիշում եք Թուրքիան միշտ ասում էր, չէ՞, Ղարաբաղի հարցը լուծվի, հայ-թուրքական հարաբերությունները կբարելավեն, հարցերը այսինքն մեր խնդիրը դա է։ Հիմա եթե անկեղծ էին կողմերը եւ եթե Ադրբեջանը իրականում չունի արմենաֆոբիայի այսպես հիմքով Հայաստանի հարցերը պարզապես ոչ իրավական ճանապարհով լուծելու նպատակ, ապա պետք է օր առաջ, ժամ առաջ ուրեմն
պայմանագիրը կնքվի եւ ընդ որում ես ձեզ ասեմ, ես դրական եմ շատ գնահատում նաեւ երկու հանգամանք Ալեն Սիմոնյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին երկու երկրների ընդ որում սահմանադրությունները փորձաքննության ուղարկելու առաջարկը, որը բավականին դիպուկ է, որտեղ ուզի Ադրբեջանը շարունակում է Եվրախորհրդի անդամ լինել, Դա շատ եւ այդտեղ իրատեսական նաեւ հնարավորություն է։ եւ այդտեղ նաեւ խնդիրը կդրվի երկու ստեկ, որտեղ մենք գիտենք, որ Ադրբեջանը շուրջ 70 եւ ավելի տոկոս տարածքի վրա իրավական փաթեթավորումով ունի անթակույց նկրտումներ, հա, եւ եթե Ադրբեջանը անկեղծ է, եկեք երկու սահմանադրություններն էլ փորձաքննության ենթարկենք։ Ունենք նաեւ բավականին հետաքրքիր իրավիճակ։ Ցանկացած պատասխան, որը չունի IO-ի, այսպես եթե կուզեք կոնկրետությունը, որոշակիությունը, այսինքն ցանկացած լղոզած պատասխան, դա ոչ է։ Իզվիվ, եթե ոչ է, ուրեմն այստեղ արդեն այլ խնդիրներ են առաջանում։ Դրա համար ես կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է, բարդ, վտանգավոր, բայց բնականon եւ անկեղծ ասած ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր որ խաղաղության գործընթացը արմատապես քննադատում են։ Այ դա ես չեմ կարող։ Այսինքն կարելի է օրինակ քննադատել խաղաղության պայմանագրի դրույթները։ Կարելի է, ասենք, առաջարկել դրանք լավարկման տարբերակ կամ արդեն նու ընդունենք, որ անհնար է գոնե հետին թվով բացահայտել, թե ինչ կարելի է անել, օրինակ իշխանության հնարավոր թերացումներ։ Բայց խաղաղության համաձայնագիրը, խաղաղության process-ը ընդհանրապես այսպես ասենք, արժեզրկել եւ ասել, որ մեզ պետք չէ խաղաղություն, ինձ համար հարց է առաջանում, թե ինչպես են այդ մարդիկ տեսնում հետագա գործողություններն ու հասկանալի կամ ոչ այդքան հասկանալի Հա, պատճառներով հետոն, հա, այդ մարդիկ չեն բարձրաձայնում։ Այսինքն դա էլ է ինձ թվում է բավականին սիմպտոմատիկ, հա, եթե մարդիկ անկեղծ են, ապա պետք է այլընտրանքը ներկայացնել, օրինակ ինչ ենք անում, ասենք օրինակ, չգիտեմ, Իրանի զորքերը բերում ենք Սյունիք, դա մի ընդ որում դա էլ բերել է ինքնիշխանության որոշակի սահմանափակման, հա, այսինքն բերել է մի այբ է, հետո հանել է երկուս, հա, այո, դրական։ օրինակ, հա, կամ օրինակ, չգիտեմ, դառնում ենք Ռուսաստանի նահանգ, եւ ընդ որում թող գան եւ ոչ թե այսպես աչքով ունքով անեն այսպես, հա, դե ոչինչ բան, այլ հստակ ասեն, դե ուրեմն ձևը դա, այսինքն եթե դա չես ասում, այլ ուղղակի ասում ես, դե ես չեմ կարծում, չեմ ուզում, որ լինի խաղաղություն, ինձ այսպիսի խաղաղություն պետք չի, դու պետք է պարզ ասել, որ պետք է պատերազմ։ Ընդ որում, ասեմ, ես ինքս այն մարդկանցից չեմ, որ օրինակ ասում, չէ, պատերազմ չի լինի։ Գուցե պատերազմը միակ այլ ընտրանքն է, բայց երբ։ Այսինքն որ դա այլընտրանքն է, պատերազմի միակ ելքն է գուցե, բայց այդ Դե, վերջնական այս- ճակատամարտին պատրաստվելու այո, համար, չէ, արդյոք մենք պատրաստ ենք այդ վերջնական ճակատամարտին, այսինքն արդյոք կներեք, ասենք Սարդարապետի, ասենք երևի թե ինչ որ պատմական բոլոր օրինաչափություններին հակառակ ընթացքը, որը մեզ փրկեց երկրորդ ցեղասպանությունից, արդյոք դա մի իրավիճակ է, որը կարող է անընդհատ կրկնվել, հա։ Էլ չեմ ասում, որ կան այսպես պատմական տվյալներ, որ նույն Սարդարապատում մեր հերոսների կողքին կռվում էին Արևելյան Հայաստանում դեռևս մնացած ռուսական գառնիզոնների բավականին հմուտ, այսպես ասենք, զինվորականները, որոնց մասին իհարկե մեր հերոսապատումում չի գրվում։ Ну, որովհետև ընդհանուր բանը կարող է այսպես ֆոնը այդ հերոսապատումի կարող է հա, մի քիչ դուժել, հա, այսինքն ավելի լավ է ասել, որ ասենք եղանով զինված կամ չգիտեմ բանով ինչ որ այսպես ունեցած չունեցածը տան, ասենք, չգիտեմ, որսորդական հրացանով բանով կռվող մարդիկ են հաղթել, բայց եկեք հա, նաև մի քիչ խորը նայենք, որ կան այլ հանգամանքներ, որոնք մեր պատմագրությանը պարզապես ձեռք չի տալիս, այդ ֆոնը ուղակի կփչանա, եւ նաև այդ առումով է նա իշխանության ջանքերը գոնե հռետորաբանության մակարդակում, որտեղ գործնականում դեռ ցավոք սրտի մենք դոփում ենք տեղում, բայց գոնե խոսույթի մակարդակում, որ մենք պետք է վերաիմաստավորենք մեր պատմությունը, ես կարծում եմ, որ դա ավելի քան ուշացած է նույնիսկ։ Եվ դրա համար եմ ասում, հիմա եթե մենք մտածում ենք, որ կարող ենք 2016 թվականին, չգիտեմ, հովվի մահակով խփել գցել դրոնը, ոնց որ ընկերներ
այսպես երջանկահիշատակ գեներալ կար, որ դրոններին անվանում էր թռչուններ, ասում էր դա ինչ թռչուն։ Ուրեմն ասում եմ, այդ մակարդակով մենք պատրաստվում ենք այդ վերջնական ճակատամարտը տալ, որքան հնարավոր է շուտ, դե ավելի լավ է ուրեմն ուղղակի սպիտակ դրոշ բարձրացնենք, որովհետև դա կլինի ուղղակի կոտորած, հա։ Եվ այդ մարտիկ էլ ովքեր դա ջատագովում են, ինչ որ պահից անհայտանալու են, հետո մանգած չգտնես։ Այսինքն այդ պատերազմը երբ տեղի ունենա, այսպես ասած, անժամանակ, այդ պատերազմի մունետիկներին հետո դժվար է լինելու գտնել, որտեղ նրանք անհայտանալու են եւ դրանով իսկ բացահայտեն, թե իրականում որն է նրանց ուզածը։ Ոստի ամփոփելով խոսքս կցանկանամ ասել, որ որևէ մեկը չի, այսպես ասենք, ֆետիշացնում տեղի ունեցող գործընթացը, չի ասում, որ այդ գործընթացը կատարյալ է, առավել եւս չի ասում, որ այդ համաձայնագիրն է կատարյալ, բայց վեկտորը հստակ է գոնե ինձ համար, որն է իշխանությունների նպատակը եւ այդ նպատակը թերևս այսօր միակն է, որ կարող է կենսունակ լինել Հայաստանի համար, այսպես որոշակի խաղաղության ժամանակահատված կորզելու տեսանկյունից դա որպես մինիմալ ծրագիր։ Հետևաբար այլընտրանքը դրա ոչ թե իմիջիալոց շատերը ասում են այլընտրանքը պատերազմն է, ես ոչ թե այդպես կասեմ, որովհետև պատերազմը բոլոր դեպքերում ես կարծում եմ այնպես չէ, որ մենք կարող ենք օրակարգից անել։ Այլընտրանքը աննպաստ դիրքերից եւ անժամանակ սկսվելիք պատերազմն է։ Այդ դա ես կարծում եմ ավելի ճիշտ է ասել։ Այլընտրանքը աննպաստ դիրքերից մեզ համար ոչ նպաստավոր ժամանակահատվածում չ չամբողջացած, չ վերականգնված ռեսուրսներով պատերազմում պարտությունից հետո նոր պատերազմն է, որը ցավոք սրտի կլինի շատ կանխատեսելի ելքով։ Հետևաբար, այստեղ կարծում եմ, որ նաև իշխանությունը գուցե պետք է ավելի համապարփակ եւ տարբեր կողմերից ներկայացնի եւ նաեւ ոչ ստանդարտ մոտեցումներով այն թեկուզ ոչ ուղղակիորեն, բայց բոլոր պարագաներում լրատվական, քարոզչական դաշտում պետք է հնարավորինս համապարփակ ներկայացնել խնդիրը եւ թույլ չտալ, որպեսզի ինչ որ խմբեր պարազիտանան այս օրակարգի վրա, ձևավորելով նաև այս նախընտրական միջավայրում ոչ բարեխիղճ, եթե կուզեք, մրցակցություն տանելով իրենց համար ինչ որ նախընտրական օրակարգեր համապետական այս կարևորագույն խնդրից։